Հյուրը Հարություն Հարությունյանն է, կեղծ խաղաղության կինը, ֆիլմի պրոդյուսեր, ողջույն Հարություն։ Ողջույն։ Մի քանի թեմաներ կուզեի մանրամասնել ձեզ հետ։ Առաջինը նախ ֆիլմը ցուցադրվելու է երկրորդ անգամ Լոս Անջելեսում, այս անգամ Բըրբանք քաղաքում, երբ է որ ինչպես եւ եթե ցանկության դեպքում մարդիկ ուզենան գալ, արդյոք այն բաց է։ Արտուր ջան, ֆիլմի երկրորդ ցուցադրությունն է Լոս Անջելեսում, այո, դուք ճիշտ նշեցիք։ Այս ցուցադրությունը կազմակերպվել է ՀՕԵԴ 3 կոմիտեությունների համատեղ Ահարոնյան, Բաբկենսյունի եւ Ահարոնյան եւ Աղբալյան կոմիտեների միացյալ աշխատանքի արդյունքում եւ ցուցադրվելու է Բեշիր Մարտիրոսյան երիտասարդական կենտրոնում, որը գտնվում է Բրբանքում։ Այո, բաց է, ցուցադրությունը բաց է, սա վերջի ցուցադրությունն է, այդ առիթով ես այստեղ եմ։ Այս ընթացքում հիշում եք, մենք մոտարապես 2 ամիս առաջ կամ մի քիչ ավելի քիչ, երբ որ առաջին անգամ ցուցադրվեց, դրանից հետո տեղյակ եմ, որ մի շարք միջազգային մրցանակներ է ստացել ֆիլմը, ասեք որտեղ, ինչպես եւ ինչ նոր ծրագրերի կան։ Տեսեք, ֆիլմի հաջողությունները ինձ համար էլ անկեղծ ասած անակնկալ էին, որովհետև անկեղծ ասած ես չէի սպասում այդ չափի հաջողակ ընթացք ֆիլմի համար միջազգային, այսպես ասած, ասպարեզում։ Վերջապես մենք հեռուստատեսություն ենք եւ հեռուստատեսության արտադրանք էր սա եւ մասնակցելով միջազգային կինոփառատոներին եւ արդեն 5 հաղթանակ, մրցանակ, 5 մրցանակ։ Նայեք, 10 արդեն 10 մրցանակ կա, բայց որից 5-ը հաղթանակներն են, այսինքն գավաթներ են, դրանցից բացի կա ֆինալիստ, կա ընտրություն, սելեկցիա եղածը եւ սպասում են նաեւ էլի մրցանակների 10 միջազգային փառատոնում արդեն ինքը հաջողության է հասել։ Կարող եք թվարկել, որ երկրներում են եղել, որքան տարբեր հետարքի աշխարհագրությունը շատ հետաքրքիր է։ Համարյա աշխարհի բոլոր մայրցամաքներում, այսպես ասեմ, հա, վերջի 2 հաջողությունները Եվրոպայից էին, Հնդկաստան, Եվրոպա, Ասիա, հա, Կանադայում ենք սպասում շուտով կլինի, բոլոր տեղերում կան, հաջողություններ կան։ Այո, բոլոր նրանք ովքեր որ տեղյակ չեն, թեև մենք խոսել ենք այդ մասին, թե ինչի մասն է ֆիլմը, դա 100 տարի առաջ տեղի ունեցող իրադարձություններ են, որոնք ես դիտելուց հետո համոզվեցի դա եւս, այսպես կարելի է զուգահեռաբար տարածել այսօրվա իրադարձությունների հետ, շատ նույն նմանատիպ իրավիճակ էր, որի ուրեմն այդ գործողությունների արդյունքում հանձնվեց Կարսը եւ Ալեքսանդրապոլը։ Հա, ինքը 107 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները շատ կարճ ժամանակահատվածի, մենք համարյա 1 ամսվա, այսպես ասած, ժամանակագրությունն է ականատեսների եւ տվյալ ժամանակաշրջանի մամուլի հրապարակումների հիման վրա, ինքը ֆիլմը ինչքան որ փաստավավերագրական է, այնքան էլ նաեւ հետաքննական է, ավելի շատ կասեի հետաքննությունը, թե ինչի այդպես եղավ։ Այո։ Եվ վերջում պատասխանը հենց դա է, ինչի այդպես եղավ, ինչի մենք անընդհատ այդ սիրած անիվը ընկնում է այդ նույն կոտրվում է այդ նույն փոսի մեջ, ինչի հիմա որ մենք հայտնվել ենք, ինչի մեջ որ հիմա մենք հայտնվել ենք։ Այո։ Իդեպ ֆիլմի մասին վերջում նորից կհիշեցնենք, բայց մենք միշտ զուգահեռներ ենք տանում, այսօր իհարկե թեման այլ է, բայց կուզեմ մի քիչ ոչ թե շեղվենք, այլ գլխավոր այսպես ասենք իրադարձությունը վերջին մի քանի օրերի ընթացքում շնորհիվ Հայաստանի այսպես կոչված իշխանությունների կաթողիկոսն է եկեղեցին։ Ֆիլմում եւս կան այդպես հղումներ այն ժամանակվա հոգեվոր առաջնորդների խոսքերից մեջբերումներ եւ այլն։ Այդ իրավիճակի զուգահեռներ կան, ինչ եք կարծում, այսօր ինչ է կատարվում եւ նաեւ կուզենամ Հարութ հարցնել ձեր կարծիքը այդ արշավը, որ այսօր սկսված է կաթողիկոսի դեմ, արդյոք հաջողության հասնելու է, ինչ նախադրյալներ կան այսօր, ինչ եք տեսնում, Նիկոլը ի վերջո հասնելու է կաթողիկոսի հրաժարականը, թե մենք կարողանանք ազգովի դիմակայել այդ, այսպես ասած, եկեղեցաքանդ, եթե այլ բառ ավելի հարմար
գործունեությանը։ Դուք շատ տիպիկ բառ նշեցիք եկեղեցաքանդ, որովհետև այս շարժումը հիմա որ կա, սա կաթողիկոսի դեմ չէ, անձի դեմ չէ, սա միջոց է, որպեսզի եկեղեցին, հայ առաքելական եկեղեցին անարգվի եւ քանդվի, սա պայքար է հայ առաքելական եկեղեցու դեմ։ Իդեպ շատ հետաքրքիր է, որ հունվար ամսին մեր պրեմիերայից առաջ, ֆիլմի պրեմիերայից առաջ ես հանդիպեցի Վեհափարի հետ, Էշմիածինում մայր տաճարում հանդիպեցի եւ մտահոգություն հայտնեցի, որ Հայաստանում բոլոր ինստիտուտները, պետական ինստիտուտները քանդված են, ոչնչացված են եւ հերթը հայ առաքելական եկեղեցուն են հասնելու, պետք է զգուշ լինել։ Այդ մտահոգությունը կարծես ներքին ձայնով ունեի։ Վեհափարը շատ հանգիստ բացատրեց, որ չի կարծում, որ եկեղեցին խառնվի, եկեղեցին կմտնի այդ ծրագրերի մեջ, որտեղ եկեղեցին անկախ է։ Ես փորձեցի հակադարձել Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերը եւ Վեհափարը դրա բացատրությունը տվեց, որ Ուկրաինայի եկեղեցին ինքը Ռուսաստանի եկեղեցու հետ կապված եկեղեցի է եւ պատճառ ունեն իրենք արդարացնելու իրենց գործողությունները կամ գոնե ցուցադրելու, որ արդարացված են։ Մենք ասեց, մերը զուտ հայկական է, ազգային է, մենք որևէ մեկի հետ որևէ առնչություն չունենք, չեն կարողանալու եւ ինչի պետքա եկեղեցին թիրախավորեն։ Վեհափարի կարծիքներ, բայց տեսեք շատ մի քանի ամիս անց մենք արդեն տեսնում ենք, որ արդեն այսօր թիրախը դարձավ եկեղեցին, որտեղ էլ բան չի մնացել, հիմա պետքա եկեղեցին քանդեն։ Ինչ կլինի կամ ինչ չի լինի, կհասնեն հաջողության, թե չեն հասնի հաջողության։ Ես մի քիչ փորձեմ դուրս գալ իմ էմոցիոնալ վիճակից, այն ինչ որ հիմա սոցիալական ցանցերում կա, որ գրում են 1700-ամյա եկեղեցին ոչ ոք չի հաջողվել քանդել, եկեղեցին կդիմակայի եւ այլն, այս տեսակի ինչ որ բաներ են գրում, հա, հնչեղ։ Տեսեք, 4000-5000-ամյա Արցախը ոչնչացրեց։ 1700-ամյա եկեղեցին ինչ է իր համար որ ոչնչացնի, եթե դեմը չառնվի։ Գիտեք, պետքա դուրս գալ այս էմոցիոնալ վիճակից, պետքա դուրս գալ սոցցանցերի հետ գրելու եւ այսպես ասած բուղը բաց թողնելու, հա գոլորշին բաց թողնելու վիճակից դուրս գալ եւ ավելի սթափ մտածել եւ ավելի կոնկրետ քայլերի գնալ, որտեղ հասկանում եք, նայեք, ինչ է ուզում Նիկոլը, ուզում է վերահսկելի դարձնել, թե կատարում է, ասենք, Թուրքիայի կամ Ադրբեջանի պահանջը։ Ես չգիտեմ ինքը ինչ է ուզում։ Ինքը եթե այսպես նայենք, պարզ է ինքը ինչ է ուզում։ Վերահսկելի կաթողիկոս։ Վերահսկելի կաթողիկոս, այդ թվում միգուցե տա Աստված որ սխալվեմ, վերահսկելի ոչ թե միայն իր կողմից, նաև Էրդողանի կողմից։ Սա մեկ։ Երկրորդը, բայց այսօր չկա չէ Արցախը։ 12000 քառակուսի կիլոմետր։ Շատ երկրներից ավելի շատ մեծ տարածք ունեցող մի երկիր այսօր գոյություն չունի եւ գոյություն չունի մի մարդու գրչի ստորագրությամբ, չէ՞։ Այսինքն ամեն ինչ հավանական։ Ամեն ինչ հավանական է, որ ամեն ինչի ինքը կարող է հասնել, որովհետեւ ինքը մինչեւ այս պահը իր առջեւ ինչ նպատակ դրել է, ինքը հասել է։ Ինքը դրեց նպատակ, ես կլինեմ վարչապետ կամ Հայաստանը վարչապետ չի ունենա։ Ինքը դարձավ վարչապետ։ Ինքը դրեց նպատակ պատժել արցախցիներին, ինքը պատժեց արցախցիներին։ Մեկ ինձ թվում է, որ գիտեք, մեր մոտ Հայաստանում մի շրջանակ կա, հատկապես այդ ԿՊԱ-ական շրջանակը, իրենք ավելի շատ են ատում արցախցիներին, ընդհանրապես հայությանը, քան թե ֆաշիստական Գերմանիան ատում էր հրեաներին։ Իրանց մաղձը ավելի շատ է։ Գոնե ես իրանց այդ գրած ստատուսներից, բաներից դա տեսնում եմ։ Ինչ կհասնի թե չի հասնի, էլի կապված է ժողովրդից։ Եթե ժողովուրդը պետք է նստի Facebook-ում գրի ստատուսներ, բնականաբար Նիկոլը իր գործը կանի եւ ինքը կհասնի եւ իր պատվերը, այն ինչ որ ինքը ստացել է, կիրականացնի։ Հիմա ինչ է պետք անել։ Չգիտեմ, պետք է ես դա ուրիշ ձև բացատրեմ, հա, երբ որ այգուտ մեջ մոլախոտը շատացել է եւ բռնել է այգին, քախանը չի օգնում։
պետք է դիմել այլ միջոցների։ Տարատեսակ թունաքիմիկատներ կարող են օգտակար լինել։ Մեր դեպքում ո՞րն է այդ թունաքիմիկատը։ Մեր դեպքում այդ թունաքիմիկատը պետք է որոշեն առաջնորդները, որ ճանապարհով գնան։ Համենայն դեպս քաղաքանը այլևս չի օգնելու։ Այո, բայց մարդիկ կոնկրետ քայլեր են ուզում, ինչ անել։ Օրինակ, քայլերից մեկը այսօր ընդամենը մի քանի ժամից, եթե չեմ սխալվում, կաթողիկոսը վերադառնում է Հայաստան եւ այնտեղ դիմավորելու են եկեղեցու աջակիցներ, այդ թվում դաշնակցությունը, եթե չեմ սխալվում, քայլերից մեկը դա կարող է դնել, որովհետեւ օրինակ դրանով իրանք զսպելու են Նիկոլի ցանկությունը կամ ախորժակը։ Չէ, իհարկե։ Գնացինք, դիմավորեցինք, բերեցինք, ցույց տվեցինք, որ մենք եկեղեցու կողքին ենք, բայց չէ որ մենք նաև Արցախի կողքին էինք։ Չէ որ այն պատերազմը, որը նախատեսված էր 4-5 օրվա համար, տևեց 44 օր, որովհետեւ տղեկը կռվեցին, բանակը կռվեց, մինչև վերջի շունչը կռվեց։ Այսինքն հիմա հետո դե հենց հետո հենց այդ պատերազմը այն պատերազմի ժողովուրդը ուզում է իմանալ ես ինչով կարող եմ օգնել։ Հիմա այն պատերազմը ել եմ կրկնում, որ նախատեսված էր 5-6-7 օրվա համար, շարունակվեց դարձավ 44 օր։ Համաձայն ես թե չէ։ Այո։ Հիմա դա ոչ թե Հայաստանի իշխանությունների շնորհքն էր, որ 44 օր մենք դիմակայեցինք, այլ բանակի, Արցախի բանակի, մեր ժողովրդի, այսինքն մենք դիմակայեցինք, բայց վերջին արդյունքում մենք պարտվեցինք, որովհետև մենք ունենք ապաշնոր իշխանություն։ Հիմա կգնան, կդիմավորեն, կբերեն, հետագա քայլերն են շատ ավելի կարևոր։ Հետագա քայլերը, ինչ կլինի, պետք է որոշեն առաջնորդները, պետք է գտնվի այդ առաջնորդները, որտեղ մենք շատ հաճախ ասում ենք մեր ժողովուրդը, բայց ժողովուրդը ուզում է տեսնել ինչ որ պլան, գործողություն, որի արդյունքում նա կարող է մասնակից դառնալ այդ գործողությանը։ Ես կարծում եմ լավագույն տարբերակը մեր առաջնորդները պետք է պատրաստ լինեն ինքնազոհության։ Այլ տարբերակ չկա։ Շատ շնորհակալ եմ Հարութ հարցերին պատասխանելու համար, եւս մեկ անգամ վերջում հիշեցնենք, որ 5 շաբթի օրը Բրբանկում Բաշիր Մարտիրոսյան կենտրոնում տեղի կունենա Կեղծ խաղաղության գինը վավերագրական եւ հետաքննական ֆիլմի ցուցադրությունը, ովքեր որ հետաքրքրված են կարող են գալ եւ մասնակցել։ Շնորհակալություն։